Դե թոշակի անցնելը բոլորի համար կարծես մի տեսակ ստրես է, բայց պետքա ուժ գտնեք մեր մեջ եւ այդ երկրորդ շնչառությունը, որ ասում եք, սկսել եմ ավելի ակտիվ զբաղվել հասարակական գործունեությամբ, նաեւ յուղատնտեսությամբ, որովհետեւ ունեմ շատ չէ, բայց բավականին տնամերձ այգի, իսկ հիմա էլ բացի դրանից, որ մրգեր եմ մշակում եւ վաճառում եմ այդ մրգերը, նաեւ հիմնել եմ փոքր ջերմատուն, որը ելակ է յաճեցնում գարնանը եւ բավականին ստացա քանակը եւ գումար եւ մալ լոլիկ եմ աճեցնում, այսինքն առավոտյան միշտ մենք ոնց ենք վեր կենում, ավելի շուտ ժամը 6-ից վեր կենալով 2 ժամ բավական է, որպեսզի ես մեծ հաճույքով զբաղվեմ իմ այգով, իմ ջերմատան գործունեությամբ, բայց հիմնականում ես զբաղվում հասարակական գործունեությամբ եւ անպայման ինքնակրթությամբ պետքա մենք համարձակություն ունենանք եւ մեր կյանքը վերցնենք մեր ձեռքը, երկրորդն էլ պետքա սիրենք մեզ, պետքա, գիտեք ոնց ասում եմ, արժեքավորեք ձեզ, թոշակի գնացի եւ վերջ վայ ոչ, ես թոշակի եմ գնացել, բայց վաստակ ունեմ, ես պարտավոր եմ, իմ դիրքն ունեմ ու տեղն ունեմ, Սա նաև կոչ է զավակներին, որ իրավունք տան, թույլ տան ծնողներին ապրել իրենց կյանքով։ Այո, հարգեն, օգնեն եւ աջակցեն։ Այնպես չի, որ եթե մարդը թոշակի անցել ձերա, ուրեմն պետքա միայն աման լվանա կամ սանի, շատ դեպքում աման լվանալուց ասում եմ մարդես, աման լվալը ամեն մարդ էլ կարող է։ Ես այդ ժամանակ ուղեղով աշխատելով կանեմ մի լավ բան անել մեկի համար։ Որոշեցի ամբան առնել, պասուդամոյկա, հարցս էլ այդ աման լվացող ապարատը ինքն էլ շատ դուր եկավ, ասենք մտածելով, որ պետքա մեզ արժեքավորենք եւ մի քիչ էլ եթե այդ բառը ասեմ, ստիպենք, որպեսզի ընտանիքի անդամներն էլ մեզ հետ հաշվի նստեն եւ արժեքավորեն մեզ։ Եվ ուղերձ եմ ուզում հղել բոլոր մենք տարեց չենք տարիները չեն նշանակում որ մենք պետք է ֆիքսենք դրա վրա ես երբևիցե չեմ էլ հիշում թե քանի տարեկան եմ կան 20 տարեկաններ որոնք ոչ իմ ավյունը ունեն ոչ իմ ոչ ասենք ակտիվությունը ունեն իսկ ռեսուրսներ մենք պետք է մեր սերունդներին փոխացենք եւ հանուն համայնքի օգտագործենք